Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր ապրանքները, ասել են շուտով գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու, ինչ է լինելու։ Պետք է ամեն ինչ անել, որ դա չլինի, որովհետև Հայաստանի համար ամենամեծ շուկան Ռուսաստանն էր, հիմա ռեկլամում են տելևիզորներ նայում ես հեռուստացույցով, որ մեքենաները կանգնած Սիրանա հեսա տանում ենք Ֆրանսիա, բան դա մի անգամ կանը երկու անգամ ու կպրծնի։ Իսկ մշտական շուկա էր մեր համար, այդ շուկայից հրաժարվել ճիշտ չէր էլի։ Չեմ ասում գնալ ընկնել Ռուսաստանի գիրկը, բայց հարաբերություններով պահել լինես, ոնց որ ապրել ենք, ոնց որ գոյատևել ենք մինչև այսօր։ Եվ հետո չմոռանանք, որ այս 70 անցած 70 տարու Սովետ միության սկիզբը եւ ավարտը, այս Հայաստանը այդ ժամանակա ծաղկի։ Հələ հետ գնանք 21 թիվը ինչ էր Հայաստանը, մի հատ Երևան էր 400,000, 300,000 քաղաքով, այսօր այս քաղաքները որ կառուցվել են, ինչ է, այդ օրոք չի կառուցվել։ Օտարներին հեշտ է, չէ՞ մեղադրելը, Ռուսաստանը սենց արեց, ախ, ոնց սխալը քո մեջ պետք է փնտրես, ինչի էսպես եղավ։ Ես ոչ մեկին էլ չեմ մեղադրում դրսի մարդկանց, ամեն ինչ ներսից է։ Վատ գուշակություն ունեմ, ծանր սոցիալական պայմաններ է ստեղծվելու եւ մենք բոլորս դժվելու ենք։ Ինչ գնացին այս հայտնի Մեզ նկատի ունեմ Հայաստանին օգտագործում են Ռուսի դեմ։ Եվրամիությունը, չգիտեմ, այդ արևմտյան, որոնք այս պահին կոնֆլիկտի մեջ են Ռուսաստանի հետ։ Դա պարզ է, բոլորի համար է պարզ է։ Մեզ որպես հերթական տորպեդո օգտագործում են Ռուսի դեմ, Ռուսաստանի դեմ։ Չեն թվում մթերքը տանեն այլ ընդեղ արենք ծախեն, վնաս է բերելու, 100% վնաս է բերելու։ Ամեն ինչն էլ դժվար կլինի, առուծախսը դժվար կլինի, ապրելակետը շատ դժվար կլինի։ Ռուսաստանը ամեն ինչ ճիշտ մարդկանով է օգնել է։ Այս Ուկրաինան չնի, Ռուսաստանը չի մեզ հետ։ Դա կանեմ մեզ օգնալ է։ Դա սխալ է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ։ Հայաստանը նախկատության շեմ ենք հայտնվել է, եթե այդպես գնանք, ամեն ինչից կզրկվենք։ Եթե մենք չունենք մեր ուժերը, Թուրքին չենք ուզում, գոնե Ռուսաստան